ուզում եմ ողջունել այս միջոցառումը, որովհետև հատկապես մեր օրերում շատ կարևոր է մի փաստի մասին շարունակական հիշեցումները, քննարկումները տարբեր ֆորմատներով, գիտական, քաղաքական, գիտահարամատչելի, որովհետև դա վերաբերում է անժամանցելի մի խնդրին, ինչպիսին է ցեղասպանություն երևույթը, որը մարդկության ամենամեծ չարիքներից մեկն է։ Բայց մինչև ձեր հարցին պատասխանելը, մանավանդ որ ձեր հարցը մի քանի շերտ ունի, փորձել եմ այդպես պատասխանել, ես կուզենայի ուղղակի ռեպլիկի կարգով նախորդ բանախոսի ասածին հավելել երկու բան, որ նշվեց, որ 1919 թվականին Մալթայում ըստեյության ակսորված երիտուրք վերնախավին ցեղասպանության հանցագործներին առանց ոչ մի բանի ազատ են արձակել, իրական առանց ոչ մի բանի չէ, նրանց փոխանակել են մեկ բրիտանացի սպայի հետ եւ հնչել է բրիտանական ցինիկ հերթական հայտարարությունը, որ մեկ բրիտանական սպան հավասարազոր է մի ամբողջ նավ թուրք պաշտոնյաների, այնպես որ սա այսպես ռեալ պոլիտիկի բրիտանական ինտերպրետացիաներից եւ երկրորդը Թուրքիան որ մնացել է ՄԱԿ-ի կոնվենցիային, այդ ժամանակ 51 թվականին արդեն Թուրքիան քայլեր արել դեպի ՆԱՏՕ եւ շուտով դառնալ էր ՆԱՏՕ-ի անդամ, մինչ այդ արդեն արևմուտքի դաշնակիցներ, իսկ մինչ այդ էլ 45 թվականին կեղծ պատերազմ հայտարարելով նացիստական Գերմանիային, ուղղակի թղթի վրա պատերազմ, նա դարձել էր ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկը, ինչ որ կաշկանդվածություն ուներ, ենթադրում եմ միանալու այդ կոնվենցիային, բայց նաև ուզում եմ շեշտել, որ այդ ժամանակ 50-ականներին Թուրքիայի նախագահը երիտուրքական կուսակցության անդամ էր եւ ամբողջ պետական վերնախավի մի մեծ մաս նախկին երիտուրքական կուսակցության անդամներ են եւ այդ ժամանակ արդեն Թուրքիայում կառավարությունը ընդունել էր որոշում, որով հերոսացրել էր բոլոր այն հանցագործներին, որոնք Նեմեսիս գործողության ընթացքում ոչնչացվել են, Թալյաթից սկսած վերջացած մյուսները։ Այսինքն Թուրքիան պաշտոնապես հերոսացրել է ցեղասպանության հանցագործներին, դրանով դառնալով նաև այդ տրադիցիայի շարունակողը եւ նաև պատասխանատու։ Ինչ վերաբերում է պարոն Մամիկյանյան, ձեր հարցին փորձեմ երկու մասով պատասխանել։ Նախ եւ առաջ հայոց ընդհանրապես ցեղասպանությունների դատապարտելու առումով Հայաստանի դիրքավորումը որպես առաջամարտիկ պետություն ունի, ենթադրում եմ, շատ հասկանալի քաղաքական մեսիջ, որ դա ոչ թե անում է դիցուք Դանիան կամ մեկ այլ պետություն, այլ անում է Հայաստանը եւ արդեն իսկ Հայաստանի ներկայացվածությունը այնտեղ քաղաքակիրթ հանրությանը ստիպում է հիշել հայոց ցեղասպանության մասին։ Այսինքն Հայաստանի քայլը դառնալ ցեղասպանությունները դատապարտող առաջամարտիկ պետություն, դա նաև քայլ է անուղղակի ենթատեքստով հիշեցնել հայոց ցեղասպանության անժամանցելի երևույթի մասին։ Երկրորդ հանգամանքը, որ այդ նույն ժամանակ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա այսպես շփումներ, հարաբերությունների որոշակի ընթացք եւ Հայաստանի կողմից ցեղասպանությունները դատապարտելու մասին այդ նախաձեռնությունը ի ցույց էր դնում, որ պատմությունը, պատմական անհերքելի փաստերը եւ քաղաքականությունը իրար հետ կապ չունեն, որովհետեւ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել կամ դրան պատրաստականություն հայտնել, բայց երբեք ու երբեք մինչև 2018 թվականը պատրաստականություն չի հայտնել մոռանալ իր իսկ անցյալը, հերքել իր իսկ ողբերգությունը, հանուն սահմանը դիցուք երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու կամ նմանատիպ այլ աշխարհացունց ձեռքբերումների համար։ Սա խոսում էր մի քաղաքականության մասին, որը կոչվում է արժանապատիվ քաղաքականություն։ Եվ նաև սա փաստ է նրա, որ Հայաստանի այն հայտնի
սկզբունքը, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանների, դա իրոք այդպես էր եւ ոչ միայն Հայաստանը չէր ներկայացնում որևէ նախապայման, այլև որևէ կերպ չէր ճկվում որևէ նախապայմանի առաջ եւ այդ ամբողջ ընթացքը մինչև 2018 թվականը հենց դրա խոսում ապացույցներից։ Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին տվյալ ժամանակաշրջանում, այդ արձագանքը կարծում եմ որոշակիորեն այսպես իր մեջ լարվածություն եւ նյարդ էր պարունակում, որովհետեւ այնուամենայնիվ արված էր շատ հետաքրքիր դիվանագիտական մի քայլ, որը այս կամ այն կերպ Թուրքիային դիտարկում էր որպես պատասխանատու, այսինքն այդ հարցի քննարկումը մի կողմից հիշեցնում էր հայոց ցեղասպանության հարցը, մյուս կողմից անմիջապես ուրվագծվում էր իր ամբողջ հասակով այդ հանցագործության պատասխանատուներից, մեղավորներից մեկը Թուրքիա պետությունը։ Հետևաբար այդ ժամանակ այս նախաձեռնությանը եւ Հայաստանի նախաձեռնողականությանը Թուրքիայի վերաբերմունքը այսպես լարված, զուսպ եւ ակնարկներով բացասական այսպես շեշտադրումներով։